Բարև ձեզ, եթերում բացարձակ արժեքն է, իսկ այսօրվա իմ հյուրը դերասանուհի Շուշան Ղազարյանն է։ Բարև ձեզ, Շուշան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ իմ տաղավարում եք։ Ես եմ շնորհակալ։ Շուշան, զրույցը թերևս սկսենք ամենաթարմ նորությունից, խոսքս կառմա ներկայացման մասին է։ 3 տղաների կյանքի մութ պատմություն, խաբեություն ու զղջում։ Որքանով է սա հանդիպում մեր իրականությունում։ Ուրեմն Շունչ թատրոնի տնօրենը եւ պրոդյուսերը, տնօրենը Սամվել Դանելյանը եւ պրոդյուսերը Սեյրան Մովսիսյանը, ովքեր իմ լավ ընկերներն են, եւս մեկ անգամ, որովհետեւ սա Շունչ թատրոնի հետ իմ արդեն 3-րդ համագործակցությունն է, առաջարկեցին անել միասին մի պրոյեկտ։ Մենք հանդիպեցինք, զրուցեցինք, այդ ժամանակ դեռ այսպես մտքեր կար ուղղակի, ինչի մասին լինի, ոնց լինի, որովհետև հիմնականում Շունչ թատրոնի ներկայացումների պիեսները գրվում է, այսինքն պատվիրվում է դրամատուրգին եւ ինքը թեման տրվում է եւ ինքը գրում է։ Այսպես խոսեցինք, երկար քննարկեցինք եւ այլն եւ հասկացանք, որ ուզում ենք անդրադառնալ այն թեմային, որտեղ որ լինի զղջում, ապաշխարում արած սխալների համար, կյանքը ճիշտ ապրելու, իսկ սխալվելու դեպքում ընդունելու սխալը, զղջալու եւ ապաշխարելու եւ ի վերջո գալու Աստծուն։ Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր թեմա է, որովհետև ցավոք սրտի մենք մարդկությունը հեռանում է Աստծուց, գուցե նաև հեռացել է, ինչից էլ եւ ծնվում են մեր խնդիրները։ Այդպես քննարկման արդյունքում որոշվեց, որ պիեսը կգրի Էդգար Կոստանդյանը, մեր շատ սիրելի արդեն սիրելի դարձած ընկերը, եւ այդպես Էդգարը սկսեց աշխատել։ Ընթացքում արդեն աշխատանքի ընթացքում նաեւ կոմպոզիտորը, որը Վահե Գրիգորյանն է, նաեւ մեզ այնտեղ ներկայացման ժամանակ հնչում են երգեր, որը երգում է Արվին Քոչարյանը, բոլորիս ծանոթ լուսանկարիչ Արվին Քոչարյանը, որը ինձ համար կոնկրետ նորություն էր, որ ինքը նաև երգում է։ Այդպես, այս մեծ թիմով աշխատելով ստացանք կառմա ներկայացումը, որը շատ կարճ ժամանակում, շատ արագ ուրեմն աշխատանքի արդյունքում դերակատարները 3-ն են, նշեցիք Սամվել Դանելյան, Սեյրան Մովսիսյան եւ Սաշա Սուքասյան։ Ունեցանք այն ինչ ունեցանք։ Վստահ եմ, սա որոշակի առումով ուսուցանող ներկայացում է։ Մենք այսօր շատ ունենք ներկայացումներ տարբեր թատրոններում, սակայն ոչ բոլորն են կյանքի կանոնների մասին եւ նման ուսուցանող կոնտեքստով։ Այո, ուսուցանող է իհարկե, ես ասացի նոր, որ ի սկզբանե հենց այդ նպատակով էլ ստեղծվել է ներկայացումը, այսինքն որ ունենա ասելիք, որը հանդիսատեսի ներսում մի քիչ հետք թողի եւ երբ որ դուրս գան թատրոնից, մի քիչ մտածեն։ Ինչքանով է ստացվել չեմ կարող ասել, բայց լավ է։ Իսկ հանդիսատեսի շարքում հիմնականում երիտասարդներն են, որովհետեւ կարծում եմ դա ավելի շատ երիտասարդներին է անհրաժեշտ։ Անհրաժեշտ է երիտասարդներին էլ, փոքրերին էլ, մեծերին էլ, դա այնպես չի, որ միայն ինչ որ որոշակի տարիքի անհրաժեշտ, հանդիսատեսի շարքում չէ, ոչ միայն երիտասարդներ են, տարեցներ էլ կան, նույնիսկ դպրոցականներ են գալիս, եւ ներկայացումը ընդունվում է շատ լավ, ճիշտ է, շատ դեռևս 2 անգամ ենք խաղացել, բայց 2 անգամ էլ լեփլեցուն դահլիճով եւ շատ լավ արձագանքներով։ Այսինքն, եթե այդպես է, ուրեմն մենք հասել ենք մեր նպատակին։ Ինչպես դուք քիչ առաջ էլ նշեցիք, կառման անպայման վերադառնում է ճիշտ տեղում եւ ճիշտ ժամանակին։ Հետաքրքիր է, դուք ձեր կյանքի ընթացքում նկատել եք փորձը։ Ճիշտն ասած, այս այն թեման է, որի մասին ես չեմ կարող շատ ծավալվել, որովհետեւ ես ինքս էլ տենց գիտակ չեմ, հա, ինչ է կառման, ոնց է անդրադառնում եւ այլն եւ այլն։ Իմ կյանքում
Գուցե չեմ կարող հիմա ինչ-որ տենց մտաբերել, որովհետև փառք Աստծո ես իմ կյանքում այդ տեսակ սխալ քայլ չեմ արել, որ հետո էլ այդպես ինձ վերադառնա, բայց միևնույն է ես կարծում եմ, որ այո, ամեն մարդ պիտի պատասխանատվություն կրի իր արած քայլերի համար, պիտի կարողանա պատասխան տալ, պիտի կարողանա ներողություն խնդրել, եթե կա դրա անհրաժեշտությունը, պիտի կարողանա ընդունել, զղջալ եւ ապաշխարել։ Այսօր մենք բոլորս մարդկությունը նկատի ունեմ, ցավոք սրտի հեռացել ենք Աստծուց։ Եվ այդտեղից էլ սկսվում են հենց մեր շատ լուրջ գլոբալ խնդիրները։ Շուշան, խոսենք նաև պատերազմի ցեցը ներկայացման մասին, որի ռեժիսորը կրկին դուք եք։ Տարվա լավագույն պիես մրցանակի այն արժանացավ։ Հետաքրքիր է, որքանով էր դժվար պատերազմ տեսած երկրում նմանատիպ ներկայացում բեմադրել, եթե խոսենք էմոցիոնալ տեսանկյունից։ Բավականին դժվար էր եւ բավականին ռիսկային։ Անկեղծ կլինեմ, մենք նույնիսկ մտածում էինք, որ կարող է պատահի շատ այսպես փշոտ ընդունեն, կարող է տեղին չի, ժամանակին չի, բայց բազմիցս խոսել եմ դրա մասին, ցավոք սրտի, այս թեման շատ մոտ է մեզ եւ շատ թարմ է եւ չգիտես ինչու ժողովուրդը սիրում է եւս մեկ անգամ վերապրել։ Սիրում է մի քիչ կոպիտ ասեցի, հա, գուցե դա ինքնապաշտպանական ռեակցիա է, գուցե դա ստրեսից դուրս գալու վիճակ է, չեմ կարող ասել, բայց նույնիսկ ես գիտեմ, որ հանդիսատեսներ ունենք, որոնք որ 2, 3, 4 անգամ նույնիսկ դիտել են այդ ներկայացումը նորից վերապրելով այդ ամեն ինչը։ Իհարկե պատերազմի ցեցը պիեսը եւ նաեւ ներկայացումը բուն պատերազմի մասին չի, բայց միևնույն է այդ գիծը կա, այնտեղ ավելի շատ խոսվում է հայրենասիրության մասին, մի խոսքով։ Բայց պատերազմի ցեցը արդեն շուտով կլինի 2 տարի, հոկտեմբերին, չէ, դեռ կա 2 տարուն, որ անընդմեջ խաղացվել է, երբևէ այսպես ընդմիջում չենք ունեցել, միշտ լեփլեցուն դահլիճներով է խաղացվել եւ միշտ այդ էմոցիոնալ պորտկումը, որը լինում էր թե դերասանների մոտ, թե հանդիսատեսի մոտ, բոլորի մոտ երբեք չի պասիվացել, երբեք չի քչացել կամ այսպես մարել, խաղաղվել։ Արդեն հա էլի տարի ու կեսից ավել կյանք ունի այդ ներկայացումը եւ չի խաղացվել միայն Երևանում, խաղացվել է մարզերում, խաղացվել է Եվրոպայում, խաղացվել է Ռուսաստանում, վերջերս Ռուսաստանում տուր ունեցան եւ հեսա նորից սպասվում է էլի, այսինքն եւ ամեն տեղ, որտեղ կա հայություն, որտեղ կան թեկուզ 3 հոգի հայ, ներկայացումը նույն կերպ ընդունվում է։ Շուշան, պատասխանատվության տակ մտնելը, այսպես կարող եմ ասել, դժվար չէր ձեզ համար, որովհետև այլ է, այս թեման մի փոքր շատ նուրբ է։ Եթե անկեղծ լինեմ, Անահիտ ջան, այդ ժամանակ չեմ մտածել դրա մասին։ Այնքան շատ էր այսպես ոգևորությունը, այնքան շատ էր ցանկությունը, մի տեսակ ոնց որ մեր պարտքը համարեինք անպայման այդ մասին բարձրաձայնել բեմից, որպեսզի այսպես հանրությունը լսի, որ այնքան շատ էինք մոտիվացված այդ լավ գործ անելով եւ ուզում էինք, որ ամեն ինչ շատ լավ լիներ, դա Շունչ թատրոնի առաջին այսպես մեծ լուրջ աշխատանքն էր եւ բոլորը, ով որ աշխատում էր, իսկ թիմը բավականին մեծ է, կոմպոզիտոր, գործիքավորող, նկարիչ, դրամատուրգները, Արմինե Բոյաջյանը եւ Նարեկ Մանուչարյանն են, դերասանները, մենք մեր ձեռքերով սարքում էինք դեկորները, մենք մեր ուժերով, այսպես մի քիչ էլ ընկերական, այսպես խումբ ստեղծելով ուզում էինք, որ շատ լավ բան լինի, որովհետև ոչ միայն այն նրա համար, որ թատրոնի առաջին ներկայացումն էր, դա առաջինը չէր իրականում, առաջինը Թմկաբերդի առումն էր եղել, այլ որ հենց այդ թեման ենք բարձրաձայնում եւ պիտի շուտ զգուշ լինեինք, դա համընկել էր այն ժամանակների հետ, երբ որ
Արցախում լարված վիճակ էր, երբ որ անընդմեջ կրակում էին նորից եւ մի խոսքով շատ վախենալու ժամանակ, նույնիսկ ասում եմ եկավ մի պահ, երբ որ մենք որոշեցինք կարող է հիմա չանենք սա այնուամենայնիվ։ Բայց եղավ այն ինչ եղավ։ Իսկ ինչ է այսօր սիրում ու նախընտրում դիտել հայ հանդիսատեսի, եթե գլոբալ նայենք։ Չեմ կարող գիտեք ասել, որովհետև կարող է տպավորություն ստեղծվի, որ կոմեդիաներ են սիրում, բայց կա ինչ-որ որոշակի խավ, որոնք այո սիրում են կատակերգություններ։ Կա ինչ-որ մասա, որոնք որ նախընտրում են դասական գործեր, Շեքսպիր, չգիտեմ, Դեմիրճյան, Զայթունցյան եւ այլն եւ այլն։ Ինչ են սիրում, ես կարծում եմ, որ այսպես հիմնական հանդիսատեսը, հա, սիրում է լավ պատմություններ լսել, սիրում է սեր տեսնել, սիրում է իրեն տեսնել բեմում, սիրում է թամաշա, այնուամենայնիվ թատրոնը դա ժամանցային վայր է եւ չեմ ասում ժամանց, որ կան ուրախանան գնան, կան մտածեն, կան հուզվեն, կան ուրախանան, կան սիրեն, չգիտեմ, թատրոնի նպատակը բուն կատարսիս ապրելն է, ամեն մարդ յուրովի է դա անում։ Իսկ դուք կա ներկայացում, որ օրինակ ձեզ տեսնում եք այդ ներկայացման մեջ ձեզ կամ ձեր կյանքը կամ ձեր ապրումները, օրինակ հանդիսատեսը նշեցիք գալիս է ինչ-որ առումով իրեն գտնելու, իրեն տեսնելու, հետաքրքիր է դուք որպես ռեժիսոր եւ միևնույն ժամանակ որպես դերասանուհի։ Չէ, իմ կյանքը, չէ, այդպեսի բան չկա, որ ես ինձ տեսնեմ բեմում, նո ամենայն դեպս ինչ-որ նայել եմ, բայց ես լինելով դերասանուհի, երբ որ խաղում էի որոշակի դերեր, ես մտնում էի այդ կյանքի մեջ, այդ ամբողջը դառնում էր իմ կյանքը։ Այսինքն ինչ-որ որոշակի էտապ ես ապրում էի այդ հերոսուհու կյանքով։ Բայց այնպես որ նայեմ որևէ ներկայացում ասեմ, որ ինչքան նման է իմ կյանքին, ոնց նույնիսկ ֆիլմ չեմ տեսել, եթե անկեղծ լինեմ։ Շան վստահ հեռուստադիտողը կզարմանա, եթե ես անդրադարձ չկատարեմ ձեր անձնական կյանքին, մեր նախորդ հանդիպման ժամանակ փոփարտ հաղորդման տաղավարում դուք, երբ խոսում էինք ձեր անձնականի մասին, դուք կտրուկ նշեցիք, որ չեք ցանկանում խոսել, բայց գաղտնի պահելով ձեր անձնականը, որովհետև դուք այն դերասանուհիներից եք, ով առհասարակ չի խոսում իր մասին եւ գործն է ներկայացնում։ Սակայն շատ քիչ ժամանակ հետո կայքերում տարածվեցին ինֆորմացիաներ եւ ձեր նախկին ամուսինը խոսեց ամուսնալուծության մասին, նոր ընտանիքի մասին եւ այլն։ Այդ ընթացքում ուզում հասկանալ որոշակի առումով խոցելի էր գաղտնի պահել անձնականը, բայց միևնույն ժամանակ ինչ որ տեղից այն դուրս էր գալիս։ Խոցելի չէր, որովհետև ես չեմ դուրս հանել այդ ամեն ինչը։ Հետո մենք այն ասպարեզում ենք, որ ինչքան ուզում էիր գաղտնի պահել, միևնույնն է դա մի օր ջրերես էր դուրս գալու։ Չէ, ես չեմ խոցվել դրանից ամենին դեպքում։ Շան, սովորաբար, երբ ամուսնալուծություններ են լինում ոչ միայն հայտնի մարդկանց մոտ, այլ առհասարակ ընտանիքներում, ինչը այսօր շատ տարածված է, տուժում են երեխաները։ Այս առումով ձեր ամուսինը, նախկին ամուսինը մեկ անգամ նշել է, որ փորձել եք ամեն կերպ անել, որ ձեր երեխաների վրա ազդեցություն չունենա ձեր բաժանումը։ Հետաքրքիր է ինչպես են նրանք գնահատում եւ վերաբերում ստեղծված իրավիճակին, որովհետեւ բավականին հասուն տարիքում են։ Համենայն դեպս ձեր աղջիկը 20 տարեկան։ Այո, շուտով կդառնա 20 տարեկան։ Ես երբևէ խոչընդոտ չեմ հանդիսացել որևէ կերպ իրեն շփմանը ոչ մի կերպ։ Ինչպես են վերաբերվում, լավ են վերաբերվում։ Ամեն դեպքում իրենք գնում են, գալիս են, թե ինչքանով է դա անկեղծ, ինչքանով է դա ճիշտ, ինչքանով է դա իրենց ցավեցնում կամ ուրախացնում, դա իրենցն է։ Կյանք է, այդպես էլ է լինում եւ տարիքի հետ, երբ որ կամաց մեծանում են, շատ ավելի սթափ են սկսում նայել այդ ամենին։ Էմոցիաները մի քիչ ավելի սառում են, ավելի ռեալ են սկսում դատել։
այստեղ ոչ ճիշտի կողմ կա, ոչ սխալի, ոչ մի տեսակ բան չկա։ Դե ամեն մեկը սկսում է ընկալել եւ ընդունել այնպես, ինչպես ընկալում եւ ընդունում է։ Եվ ինչու նշեցի, որ այսօր շատ են տարածված ամուսնալուծությունները, որովհետև եթե տարիներ առաջվա մասին խոսենք, դա երեխաների մոտ ինչ-որ բարդույթ էր առաջացնում։ Օրինակ, եթե խոսենք այս դեպքից 20 տարի առաջ, հա, ավելի բարդույթավորված էին լինում եւ այլն։ Սակայն մեր օրերում կարծես թե երրորդ երեխայի ընտանիքը նույն կարգավիճակում է։ Համաձայն եմ, որ դուք նշեցիք 20 տարի առաջ, դրանից առաջ շատ ավելի բարդ էր, այսինքն այսպես բաներ կպնում, մի տեսակ կեղտ էր կպնում, նույնիսկ երեխաներին կարող էին դպրոցում վիրավորել կամ այսպես կամ այնպես։ Հիմա փառք Աստծո չէ իհարկե, ցավում եմ, որ այդպես է, որ ամեն երրորդ երեխան անցնում է այդ ամենի մեջով, բայց եթե անցնում է, ավելի adekvat եւ ավելի, հա, խաղաղ է անցնում այդ process-ը։ Ես իմ երեխաների հետ խոսել եմ շատ դրա մասին, չբացելով պատճառներ իրական, ես ասել եմ, որ այսպես ստացվել է եւ երբևէ չեմ փորձել, ասում եմ, խոչընդոտել կամ էլ վարկաբեկել ինչ որ մեկին բացարձակ։ Ես գտնում եմ, որ ամեն մարդ, նույնիսկ երեխան, պիտի իր ընտրությունն ունենա։ Եթե այսօր իմ տղան 15 տարեկան է եւ ընտրում է այսպես շփվել, այսպես շարժվել, 20-ում գուցե ուրիշ կերպ մտածի։ Նույնը աղջիկս, այդ 15-ում, 16-ում մի քիչ այլ կերպ էր վերաբերվում, հիմա ավելի սթափ է վերաբերվում այդ ամեն ինչին։ Այնպես որ փառք Աստծո, այդ առումով խնդիրներ չենք ունեցել, ստրեսներ, չգիտեմ, ինչ որ հետք թողնի անվան կամ չգիտեմ ինչի վրա, լավ է։ Եվ կարծում եմ, որ դա նաև ձեր adekvatությունից, որովհետև ոչ բոլոր մայրիկներն են այդպես adekvat, հանգիստ եւ նրբանկատորեն վերաբերվում։ Հա, իհարկե, ես ուղղակի գտնում եմ, որ դա անխելքություն է։ Անկեղծ եմ ասում, երբ որ փորձում են լարել կամ թույլ չտալ կամ ինչ որ, չգիտեմ, նախ ես չեմ կարողանում հասկանալ այդ որ սկսում են դրա շուրջ պատմություններ կառուցել, բարձրաձայնել, գրել, խոսել, չգիտեմ, անհեթեթ ինտերվյուներ տալ կամ, չգիտեմ, դա ծիծաղելի է։ Կոնկրետ ես, երբ որ ինչ որ այդպիսի մի բան տեսնում եմ, ես բարձրաձայն ծիծաղում եմ, անկեղծ եմ ասում, որտեղ ուրիշ ռեակցիա չես կարող տալ։ Եղավ, անցավ, վերջացավ։ Եվ այդ վերջը դրել եմ ես եւ իմ նախկին ամուսինը, որևէ ուրիշ մեկը չի դրել այդ վերջը, մենք ենք դրել, դե հետո արդեն ամեն մարդ իր կյանքով։ Շուշան, նշեցիք, որ եւ հետո ամեն մարդ իր կյանքով։ Այսօր ձեր նախկին ամուսինը կազմել է իր ընտանիք, ունի երեխա եւ վերջերս ես հանդիպեցի մի հարցազրույցի, որը ինձ համար մի փոքր շոկային էր հարցազրույցի ժամանակ արված արտահայտությունը, երբ ձեր նախկին ամուսնուկինը հնչեցրեց միտք, որ ինքը Վահագնի առաջին եւ վերջին կինն է, ես երկար մտածեցի, ինչ տողատակ կար այդ հարցազրույցի տակ, այդպես էլ չգտա, ուզում եմ հասկանալ, վստահ եմ տեսել եք, որովհետև շատ տարածվեց այդ վերնագրով, այդ նախադասությունով սոցիալական հարթակներում, հետաքրքիր է, ինչ զգացիք։ Ոչինչ, անկեղծ ոչինչ։ Եթե մարդը ասել է դա եւ եթե գուցե ինքը իսկապես հավատում է դրան, ուրեմն թող այդպես է։ Զգացիք ձեզ այդ բանը։ Երդվում եմ ոչինչ։ Ոչինչ չեմ զգացել, ոչ նեղվել եմ, ոչ լարվել եմ, ոչ զայրացել եմ, ոչ ուրախացել եմ, ժպտացել եմ։ Նայեք, դա այդ արտահայտությունը չեմ արել ես։ Այդ արտահայտությունը արել է մի մարդ, որ ինքն էլ պիտի պատասխան տա։ Ես ձեզ հիմա ինչ պատասխան տամ։ Ինչու է արել կամ ինչ է արել կամ ինչ եմ զգացել, ոչինչ։ Ես մտածեցի, որ ես չեմ գտել պարզապես տողատակ, ուզում եմ ձեզանից հասկանալ։ Ես նույնիսկ չեմ էլ մտածել տողատակ գտնելու մասին կամ չգիտեմ ինչի մասին։ Չեմ էլ մտածել, ասում եմ, ժպտացել եմ, անցել եմ առաջ։
Իսկ եթե խոսենք հարաբերությունների մասին, նախկինում դուք նշել եք, որ որևէ լարված հարաբերություններ չկա Վահագնի հետ։ Տարիներ են անցել, իսկ այսօր հետաքրքիր է շփումը թեկուզ երեխաների առումով պահպանում եք։ Չէ, իր հետ որևէ տեսակի շփում չունեմ։ Երեխաները դե ասեցի, որ շփվում են, ոչ մի տեսակի շփում չունեմ իր հետ, բայց երբ որ տեսնում եմ, չոր առիթ է լինում թատրոնում, դե ամեն դեպքում նույն քաղաքում ենք ապրում, բարևում ենք, այսինքն այնպես չի, որ չեմ խոսում իր հետ։ Անահիտ ջան, ճիշտն ասած, ես դուք գիտեք, ես շատ չեմ սիրում խոսել անձնական կյանքից, այս առիթը տվեցիք։ Հա, անձնական հարաբերություններից, սահմանափակվենք այսքանով, որովհետև ես չունեմ որևէ խնդիր, ես չունեմ որևէ պրետենզիա, ես չունեմ որևէ չարություն, անկեղծ։ Թող ամեն մարդ լինի երջանիկ այնտեղ, որտեղ ինքն է ուզում, այն մարդու հետ, ում հետ որ ինքն է ուզում։ Դուք բավականին խիզախ եւ ուժեղ կնոջ տպավորություն եք թողնում։ Հետաքրքիր է, իրականում դուք այդքան ուժեղ եք, թե դա ձեր կերպար, ոչ թե կերպարն է, այլ թե դա արտաքինից է այդպես երևում։ Ներքուստ դուք այդքան ուժեղ եք, որքան որ թվում եք։ Նախ ես մի քիչ լավ չեմ հասկանում ուժեղ կին ասված արտահայտությունը։ Որն է ուժեղ կինը, որը որ կայացած է, աշխատում է, որը կայացած է, որը որ պայքարում է, որին շատ դժվար է կոտրել եւ խոցել։ Եթե դա է ուժեղ կինը, ապա այո։ Իրականում վերջերս իմ ընկերներից մեկը ասեց, շուշ գիտես դու ինչ տպավորություն ես թողնում իմ մոտ, այ որ քո մասին մտածում եմ, գիտես ինչ տպավորություն է, ոնց որ ասեց, սենց ժայռ լինես, սենց սուր ժայռ լինես, ու ես նենց նեղվել էի իրականում, սենց երկար մտածում եմ, ասում եմ, դե ժայռը ինչի հետ է, չէ, ասոցացվում, սենց ուժի, ինչ-որ սուր, ցավոտ մի բանի, այնուամենայնիվ չկա տենց հասկացողություն, որ վայ մի հատ գնամ ժայռ բարձրանամ, ինչ լավ բան է ժայռը։ Ամեն դեպքում այդ ժայռը մի քիչ ուրիշ է բան, ու ես հենց եկել էի տուն երկար մտածում եմ, ասում եմ, բայց ինչի է էլի այդպիսին տպավորությունը, որովհետև իրականում ես կարող եմ հիմա շատերը զարմանան, բայց ես շատ փափուկ մարդ եմ։ Նույն շատ էմոցիոնալ մարդ եմ, բարի, նորից եմ ասում, շատերը հիմա կարող է զարմանան, որ այս ամեն ինչը լսեն, բայց գործում, կյանքում, շփման մեջ միշտ եմ այսպիսին եղել։ Պինդ եւ հիմա նույնիսկ կարող է մի քիչ ավելի շատ կան սրանից որոշ ժամանակ առաջ։ Ամեն դեպքում շատ քիչ մարդիկ կան այս կյանքում, որոնք ինձ իսկապես ճանաչում են։ Շատ քիչ։ Բայց նաև չեմ ասի, որ դա այս ինչ որ ես հիմա կամ եւ ինչպես որ ապրում եմ, սա ձև է։ Չէ, սա ձև չի, սա ապրելակերպ է, որը որ ես համարում եմ ճիշտ։ Մենք ինքներս ենք որոշում ինչ տեսնի դիմացինը։ Հա, բայց ես դա ձև չէ, էլի, այսինքն ես դա հատուկ չեմ անում, որ ինձ այդպեսին ընկալենք։ Ես զբաղվում եմ այնպիսի գործով, որ պետքա մի քիչ պինդ լինել։ Ես շփվում եմ տարատեսակ մարդկանց հետ, եւ գործում, եւ գործից դուրս, եւ այսինքն այնուամենայնիվ պիտի ունենաս մի հատ սահման ինքդ քեզ համար։ Եվ այդ սահմանից այս կողմ շատ քիչ մարդիկ կարող են անցնել, նույնիսկ կարող է եւ չանցնեն երբևէ։ Ես այդ տեսակն եմ, լավա վատա չգիտեմ։ Եվ գրեթե մեկ ամիս առաջ այստեղ ձեր մայրիկն էր, Արևը Սանտրոսյան, ով ինձ հետ բավականին անկեղծ զրույց ունեցավ եւ նաև պատմեց ձեր անցած ճանապարհի մասին եւ անցած բարդությունների մասին, որոնք որ դուք պատվով եք հաղթահարել, երեքով միասին, շատ մանրամասն պատմեց, շատ հուզիչ պատմություն էր։ Հետաքրքիր է, Շուշան, այդ անցյալի դժվարություններն են ձեզ կոփել։ Այսինքն այնինչ կաք այսօր որոշակի առումով անցյալի դժվարությունները իրենց ներդրումն ունեցել են։ Չեմ կարող ասել։
անկեղծ չեմ կարող ասել, որ գիտեք, այդ դժվարություններից առաջ ես այսպեսին էի, հետո ինձ թվում է չկա մարդ, որ այդ տարիներին դժվարությունների միջով անցած չլինի։ Ամեն մեկին գուցե թվում է, որ իրենը ամենադժվարն էր, բայց դա ժամանակներն էին այդպեսին, բայց կարող եմ ասել, որ այդ ժամանակվա մեր իմ քրոջս եւ մամայիս շատ միասին լինելը, ամեն ինչին sense թեթև մոտենալը, ավելի հումորով նայելը շատ լուրջ այո ազդեցություն է ունեցել իմ հետագա ապրելակերպի վրա։ Այսինքն ես սովորել եմ դժվարությունները իհարկե հաղթահարում եմ, բայց հաղթահարել ոչ թե տնկտնքալով, ոչ թե դժվարի տառապելով, վայ դուք չեք պատկերացնում ինչ դժվար անցա, էլի անցնել, բայց անցնել ավելի սթափ։ Թե չէ, անկեղծ չեմ հիշում դրանից առաջ, դրանից հետո։ Կա չէ, այդպես նշում եմ, որ դժվարություններին ինչպես վերաբերվում ես, այնպես քեզ հակառակը գալիս է։ Ճիշտն ասած, ես վերջին երևի մի 5-6 տարում, այսպես ասած, շատ գլոբալ փոխել եմ իմ կյանքը, նույնիսկ ինքս ինձ, շատ հարցերին իմ վերաբերմունքը, ես միշտ եղել եմ մաքսիմալիստ, միշտ, եւ պահանջել եմ ինչպես բոլորից, այնպես էլ ինձնից, որ պիտի ամեն ինչ իդեալական լինի, պետքա նույնիսկ իդեալիստ կարելի ասել, որ չէ հնարավոր չի, եթե մի բանը իմ ուզածով չէր, լիներ դա գործում, լիներ դա կյանքում, լիներ դա մեր ընտանիքում, ես դա շատ ծայրահեղական էի տանում, վնասելով ինձ, այնքան էի դա այսպես ուտում, հետո սկսում էի հիվանդ անել, բայց վերջին այդ ասեցի մի քանի տարում ես եմ որ ուղղակի մի օր առավոտյան արթնացա ու որոշեցի որ ես պիտի փոխեմ, պիտի փոխվեմ, պիտի փոխեմ ամեն ինչ։ Իմ մտածելակերպը, իմ վերաբերմունքը շատ հարցերին, իմ մի քիչ սկսեցի ամեն ինչ այսպես ավելի ազատ թողնել, մի քիչ սկսեցի հասկանալ եւ հասկացա վերջնականապես, որ ամեն ինչ լինում է իր ժամանակին։ Ինչքան ուզում ես դու պայքարի, ինչքան ուզում ես դու սենց խփի քեզ գետնին ու ասա որ չէ, հիմա ինձ հիմա պետք է հիմա եմ ուզում, եթե ինքը չպիտի լինի, չի լինում ուղղակի։ Հետո մեկ էլ նենց մի հատ տեղից, նենց մի հատ ձևով գալիս է, սենց դնում է, սենց դիմացդ այդ պատմությունը, որ ասում ես, այո, ճիշտ է, այս ժամանակ պիտի լիներ սա։ Չնայած որ այ եթե այն ժամանակ լիներ, կարող ավելի լավ լիներ, չէ, հաստատ չէ։ Լինի դա հարաբերություն, լինի դա ինչ-որ բանի ձեռք բերում, իր տուն, մեքենա, չգիտեմ, ընկերների հետ, ամեն ինչ, ես դա արդեն սկսում եմ օր-օրի զգալ, ես դա արդեն այնքան սենց ռեալ շոշափելի եմ զգում նույնիսկ այդ ամեն ինչը և շնորհակալություն եմ հայտնում իմ Աստծուն ամեն օր, որ հենց այս տեսակ դասավորվեց ամեն բան, հենց այս տեսակ եղավ, հենց այսպես պիտի լիներ, փառք Աստծո։ Շուշան, տեսեք, ձեր մայրիկը միայնակ մեծացրեց ձեզ եւ Տաթևին, հիմա դուք միայնակ մեծացնում եք ձեր երկու երեխաներին։ Միևնույն ժամանակ գործունյակին եք, այսինքն օրվա մեծ մասը թատրոնում եք, աշխատում եք եւ այլն։ Ինչպես եք կարողանում եւ ֆիզիկապես եւ ֆինանսապես հոգնանել։ Նախ ես միայնակ չեմ, իմ կողքին կա իմ քույրը եւ իմ մայրը, որոնք որ ամեն հարցում աջակցում են մեզ, որևէ կերպ իմ երեխաները որևէ ձևով չեն զգում, որ ինչ-որ բան պակաս է, լինի դա ինչպես նշեցիք ֆինանսապես, շփման հարցում, հա ցավոք սրտի ժամանակը քիչ է լինում, մեկ նույնիսկ այսպես հումոր ենք անում, որ հեռախոսով երեխա մեծացրեցինք, բայց փառք Աստծո իմ երեխեք արդեն այդ տարիքից անցել են, այսինքն են շատ անհանգիստ եւ ծնողի կողմից անհանգիստ եւ իրենք անհանգիստ, այդ տարիքից արդեն անցել են Եվ նաև շատ հասկացող են, իրենք շատ լավ հասկանում են, որ հա պետքա լինում, ուրեմն պետքա շատ ուշ գալ տուն, հա պետքա լինում, պետք շատ ուշ, օրինակ նույն այդ կարմայի մասին, որ խոսում էինք,
փորձերս օրեր լինում սկսվում էր ժամը 11-ին գիշերը, զուտ, որովհետև ամբողջ օրվա մեջ ժամանակ չէինք ունենում, բայց գործը անել պետք էր։ Իրենք դա հասկացել են եւ ընդունել են։ Ինչ վերաբերվում է ֆինանսին, ասեցի էլի Փառք Աստծո, ես մենակ չեմ այդ առումով, եւ քույրս եւ մայրս միշտ կողքից կանգնած են։ Իհարկե ես փորձում եմ հնարավորինս մենակ անել այդ ամենը, ինչքանով որ ստացվում է, մի օր ստացվում է, մի օր չի ստացվում։ Դժվար է, իհարկե դժվար է, Անահիտ ջան, հեշտ ոչինչ չկա, բայց չեմ էլ բողոքի, չեմ էլ ասի, որ օй հնարավոր չի։ Պարզապես որոշը մեր մասնագիտության մեջ որոշակի այսպես մի փոքր կլորիկ շահույթ ունենալու համար դու ստիպված ես մի 100 տեղ գնալ։ Թող Փառք Աստծո, թող առողջ լինենք եւ գործ լինի, ես չեմ բո, ես շատ եմ սիրում աշխատել, շատ եմ սիրում աշխատել, նույնիսկ ինձ ծաղրում են հատկապես իմ ուսանողները, որ ասում են Գեշ Շան, դուք տեղյակ եք, որ շաբաթը արդեն վերջացել է, օրը վերջացել է, ամիսը վերջացել է, թողեք գնանք տուն։ Այդպես։ Շուշան, եւ խոսեցիք երեխաների հասկացող լինելուց, հա, եւ նշեցիք նրանց տարիքը, հետաքրքիր է, ես շատ եմ լսում համենայն դեպս պատմություններ, որ ինչ որ տարիք են հասնում երեխաները, ովքեր որ իրենց ծնողներին հորդորում են կրկին կյանքը դասավորել, սիրվել, երջանիկ լինել, որովհետեւ ինչքան էլ աշխատում եք, ձեզ կուզեն տեսնել նաեւ այլ կարգավիճակում։ Ձեզ մոտ ինչպես է, նրանք արդյոք պատկերացնում են, որ մի օր մայրիկի կողքին հնարավոր է եւ լինի այլ տղամարդ։ Չեմ կարող ասել, այդ թեմայով այնպես չի որ խոսել ենք երկար կամ ինչ որ։ Դե աղջիկը շատ ավելի սթափ, տղաս մի անգամ այդ տեսակ խոսակցություն եղավ, ես տենց հատուկ նույնիսկ հարցրեցի, ասեցի, այ ոնց կվերաբերվես դրան, բան, ինքը շատ փշոտ վերաբերվեց ու ես հասկացա, որ նույնիսկ տենց պետք չի էլի ստից խոսակցություններ բաներ վարել։ Դա էլ է, գիտեք Անահիտ ջան, եթե պիտի լինի ինչ որ մի բան, այնպես կլինի, մենք էլ կզարմանանք, ոնց այդ խոչընդոտները հարթվեց։ Ես առանձնակի չեմ էլ փորձում դրա մասին հիմա մտածեմ։ Տեսնենք, կյանք է, առաջ Աստված։ Շուշան, մենք բոլորս կյանքում ինչ-որ դժվարությունների միջով ենք անցնում եւ սխալներ ենք գործում եւ այլն։ Կա ձեր կյանքում սխալ, որ կուզենայիք խուսափեին ձեր երեխաները։ Կա գործած սխալ կամ գործած որոշում, որից կուզեիք խուսափեին ձեր երեխաները։ Հնարավորություն ունենայիք, այնպես կնկարեիք երեխաների կյանքը, որ կոնկրետ հենց այդ սխալից խուսափեին։ Իհարկե կան, շատ տենց սխալներ կան, որ կուզենայի, որ երբևէ իմ երեխաները այդ ամեն ինչի մեջով չանցնեն, բայց նորից կասեմ, որ ամեն մարդ իր ճանապարհը ունի։ Եթե ես նույնիսկ եմ, որ ջնջեի, այ տենց որ ասեիք, նկարեի, հատուկ բերեի, բեմադրեի, տենց դասավորեի, որ այդ բանը չլիներ, եթե պիտի լինի իր կյանքում, եթե որոշված է, որ պետք է ինքը անցնի այդ ամեն ինչի մեջով, ուրեմն ինքը կանցնի։ Իսկ եթե անցնում է, եթե իր կյանքում այդ տեսակ մի հատ խոչընդոտ է հայտնվել եւ ինքը պիտի անցնի, ուրեմն դա տրված է իրեն որպես փորձություն եւ ինքը պիտի անցնի։ Ես ինչքան էլ ասեմ, վայ չէ, մի արա, մի գնա, ես ժամանակին տենց արեցի, սխալվեցի, դու հիմա մի արա, միևնույն է, ինքը պիտի անցնի, ու ինքը հասկանայի, դա սխալ էր թե ճիշտ, գուցե իմ կյանքում սխալ ա եղել, իր կյանքում ճիշտ լինի։ Գուցե։ Իրականում շատ ճիշտ է։ Այո, իհարկե։ Գուցե այն ինչը որ եղել է, ինչ որ մի բան իմ կյանքում, որ ինձ ցավեցրել է, գուցե իր կյանքում դա լրիվ ուրիշ առաքելություն ունի։ Շուշան, եւ հաղորդման վերջում ուզում եմ նշեք, թե որն է ձեզ համար բացարձակ արժեք։ Գիտեք, ես չեմ կարող առանձնացնել իրարից ընտանիքը, աշխատանքը, այս երկուսը թերևս, որովհետև ընտանիքը իհարկե բացարձակ արժեք է։
Այն աշխատանքը, որը դու սիրում ես եւ որով դու զբաղվում ես, իհարկե բացարձակ արժեք է։ Ունենալով մեկը կատարյալ իդեալական եւ չունենալով մյուսը դու երջանիկ չես լինում։ Ну, ես ամենայն դեպս իմ մասին եմ խոսում։ Եվ հակառակը, այստեղ կայանալով եւ հաջողություններ ունենալով այնտեղ թերանալ, ելի երջանիկ չես լինում։ Բացարձակ արժեքը ինձ համար գիտակցելով ապրելն է, գիտակցելով, քայլերիդ համար պատասխան տալով, կարմայից սկսեցինք, կարմայով վերջացնենք, պատասխանատվություն կրելով քո արածի համար, ես էլ այնքան եմ սխալվել, այնքան սխալ բաներ եմ արել, այնքան բաներից եմ փորձել փախնել, արել եմ, բայց փորձել եմ փախնել, բայց եկել եմ մի եզրահանգման, որ եթե անում ես, եթե եղել է, ուրեմն պիտի պատասխանատվություն կրես։ Այ ինձ համար բացարձակ արժեքը դա է, ամենտեղ լինել չափավոր, ամենտեղ լինել գիտակ, այսքան, բայց գիտակ։ Այդ չափի զգացողությունը, այդ ճաշակը, չափի զգացողությունը ամենամեծ որակն են տալիս, ամեն ինչում, գործում, հագուստի մեջ, շփման մեջ, սիրո մեջ, ուտելու մեջ, ամեն ինչի մեջ, երբ որ դու ունես չափի սահման եւ ճաշակ, ուրեմն որակը ապահոված է, քո կյանքի որակը ապահոված է։ Ես փորձում եմ այդպես ապրել, ինչքանով է ստացվում, չգիտեմ, բայց փորձում եմ ամեն դեպքում։ Շնորհակալ եմ Շուշան գալու համար, շնորհակալ եմ նաև առաջին անգամ ձեզ համար փակագծեր ինչ-որ առումով բացելու համար։ Ես եմ շնորհակալ, իհարկե չեմ կարծում, որ ես տենց լուրջ փակագծեր բացեցի, այդ մասին դուք ավելի լավ գիտեիք։ Դուք երբևէ չեք խոսել։ Դե, եթե խոսել եմ, ուրեմն պետք էր որ խոսեի։ Շնորհակալ եմ ստահության համար։ Իսկ իմ այսօրվա արտաքին տեսքի համար շնորհակալություն եմ հայտնում Իսահակյան 14 հասցեում գտնվող Ագա Image ստուդիոյին։ Եթերում բացարձակ արժեքներ, կհանդիպենք։